Սիրելիներ, ականատես եղանք այս րոպեների ընթացքում մեր հայրենիքից ներս տեղ ունեցող ամոթալի և պախարակելի այն իրողությանը, այն իրադրությանը, երբ որ մեղադրյալի կարգավիճակով ամենայն հայոց հայրապետը սրբազան հայրերի հետ միասին մեր հոգևոր հոտի ուղեկցությամբ եկան դատարան։ Մեղադրյալ կամ մեղադրանք, որը ոչ թե վերաբերվում է օրենքը շրջանցելու կամ օրենքը խախտելուն, այլ մեղադրանք, որը կարվեց ամենայն հայոց հայրապետի և մեր սրբազան հայրերի այն բանի համար, որ նրանք իրացրեցին կանոնական իրավունքով նախատեսված իրենց իրավունքը և ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված և իրենց վերապահված իրավունքը։ Նաև ականատես եղանք այն բանին, ինչպես փաստաբան Արա Զոհրաբյանը մեկնաբանեց, դատարանը ինքնաբացարկ հայտնեց և դատական նիստ ընդհատվեց։ Այդ նիստը ընդհատվեց այնքան ժամանակով, քանի դեռ այս գործը չի մակագրվել մի նոր դատավորի։ Շատերը կարող են դատավորի այս արարքին իրենց գնահատականը տալ, գովել կամ դատապարտել, գնահատել կամ պարսավել, սակայն ճշմարտությունը մեզ պատմում է այն բանի մասին, որ դատավորը լինելով հայ առաքելական եկեղեցու զավակ չէր կարող մեղադրյալի աթոռին իր առջև նստած տեսնել ամենայն հայոց հայրապետին և սրբազան հայրերին, որքան էլ բռնաճնշումները և քաղաքական պարտադրանքները սաստիկ լինեն, միևնույն է, խիղճը մարդու ներսում, որ Աստծո ներկայությունն է, պիտի հուշի իրեն, որ ինքը սխալ է գործում, մեծագույն մեղք է գործում։ Դատում են անմեղին։ Բայց, սիրելիներս, նաև չպետք է Պիղատոսի պես ձեռքները լվանալ, կողք կանգնել և կրավորական դիրքից հետևել, թե ինչպես են հալածում, չարչարում անմեղ մարդու, ով հայրապետն է բոլոր հայերիս, ով հաջորդն է Սուրբ Թադեոս առաքյալի։ Չպետք է չեզոք այդպես կրավորական դիրքով հետևել և հետո ասել պատմության մեջ, թե մենք չմասնակցեցինք։ Սիրելիներս, ձեռքերը լվանալ և կողք կանգնել, դա դեռ չի նշանակում, որ չեք մասնակցում։ Ուրեմն դա գնահատելի է, որ մարդը իր խղճին դեմ չգնաց, բայց առավել գնահատելի կլինի, երբ որ մարդը իր դիրքորոշումը հայտնի որպես դատավոր և որպես իրավապաշտպան և որպես իրավաբան և որպես գիտակ և օրինահարգ մարդ այս ապօրինությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում քաղաքական օրվա իշխանության պարտադրանքով, ովքեր անգամ չվարանեցին հայոց հայրապետի հեռացման հարցը իրենց նախընտրական օրակարգ դարձրեցին։ Աստծո օծյալին դեմ գնացողը Աստծո պատժից չի կարող խուսափել։ Մնացեք հավատարիմ ձեր քրիստոնեական կոչմանը։ Առաջինը լինելով բոլոր քրիստոնյա ազգերի մեջ, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեցինք, այսօր ցավոք սրտի, առաջինն ենք քրիստոնյա բոլոր ազգերի մեջ, քրիստոնեությունը անարգողների մեջ։ Թույլ մի տվեք այդ պատմական ամոթալի խարանը դաջվի
ձեր և ձեր սերունդների ճակատին։ Աստված թող իմաստությամբ առաջնորդի ձեզ։ Մեր հավատավոր զավակներին աղոթող մնացեք մեր Սուրբ եկեղեցու, նրա հովապետի և սրբազան հայրերի համար, ինչպես նաև մեր հայրենիքի ապահով, անվտանգ, խաղաղ, բարոր կյանքի համար։ Ինչպես որ մենք ենք աղոթում ձեզ համար, այնպես էլ դուք աղոթեք ձեր հոգևոր հայրերի համար, որպեսզի հալածանքների և փորձությունների ժամանակ իրենց հավատքը էլ ավելի զորանա, իրենց հավատքը էլ ավելի թրծվի և մեր եկեղեցին էլ ավելի բյուրեղացած և զորացած շարունակի իր ընթացքը մեր ազգի զավակների պահպանման, ինքնության պահպանման և հոգեփրկչական իր սրբազան առաքելության մեջ։ Աստված օրհնի զորացնի ամենքիդ։ Աղոթող մնացեք և Տիրոջից խնդրեք, որ Տերը իր պահապան հրեշտակներն ուղարկի մեր հայրապետին, սրբազան հայրերին և բոլորիս։ Նաև աղոթեք այն դատավորների համար, ովքեր այդ հոգևոր տառապանքի միջով ստիպված են լինում անցնել քաղաքական իշխանության պարտադրանքով։ Աղոթեք, որպես իրենք ընտրության ժամին ճիշտ ընտրություն կատարեն։ Ընտրություն կատարեն ներկա էսպահի բարոր կյանքի պատրանքով, թե ապագայի գալիք փառքով։ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. ներկայիս չարչարանքները բաղդատելի չեն, այսինքն համեմատելի չեն գալիք փառքի հետ։ Աստված ձեզ բոլորիդ օրհնի։